Հորքո և Հորքույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ հյուրեր և եղբայրներ, իր խորոց սրտի շնորհավորանքներս եմ հղում ամենքից մեր սիրելի Տիրոջ Հիսուս Քրիստոսի լուսապայծառ համբարձման տոնի կապակցությամբ։ Հիշեցնեմ ձեզ սիրներ, որ ավարտվեցին այն 40 ավետալի օրերը, որ ձգվում էին Սուրբ Հարության տոնից մինչև համբարձում։ Այս 40 օրերը լցված էին անբացատրելի բերքության զգացումով, յուրահատուկ զարմանահրաշ խորհրդով ու բովանդակությամբ։ Սուրբ Հարությունն ավետեց մահվան նկատմամբ Աստվածորդու փառապանծ հաղթանակը։ Համբարձումը մահվանից հետո Աստծուն միավորվելու հնարավորության ապացույց եղավ։ Համբարձման միջոցով Քրիստոս մեզ համար բացեց այն երանելի ճանապարհը, որ երկնային արքայություն է տանում։ Մատթեոսի ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս հիշեցնում է, որ այդ ճանապարհը նեղ է և անձուկ, սակայն միակը, որ հավիտենական կյանք է տանում, և պետք չէ վախենալ այդ ճանապարհի փշոտ լինելուց ելնել, քանի որ այդ ճանապարհը միայնակ չենք անցնում, այլ Փրկչի հետ։ Որքան էլ փորձություններով ու տառապանքով լեցուն լինի այդ ճանապարհը, որքան էլ դժվարությունների հանդիպենք, թեկուզ և կյանքի գնով անցնենք այդ ճանապարհը, պիտի հիշենք, որ պսակը համբարձումն է։ Դա այն հզոր հավատն ու հույսն է, որ ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Սիրելի բարեկամ հավատացյալներ, երբ որապես ընկալում ենք համբարձման հունեյությունը և թույլ ենք տալիս Աստծուն դիպչել մեր սրտերին, դադարում ենք անհանգիստ ու մոլորված լինելուց, դադարում ենք կյանքն անիմաստ պատնելուց և երկրի երեսին մտածածին գանձեր փնտրելուց, և մեր սրտի հայացքն ուղղում ենք երկինք։ Գիտեմ, շատ դժվար է կտրվել առօրյա հոգսերից ու չմտածել խնդիրների մասին, քանի որ չարը քնած չէ և ամեն նոր փորձություն է բերում։ Սակայն չպետք է մոռանանք սիրներ, որ փրկության դուռը այլևս բաց է Հիսուս Քրիստոսով, իսկ առանց երկնքի, այսինքն առանց Աստծո կործանումը անխուսափելի է։ Պետք է թույլ տանք, որ Տիրոջ վսեմաշուկ համբարձման գիտակցությունը փոփոխություն մտցնի մեր կյանքում։ Ազատագրի մեզ այս աշխարհի գերության կապանքներից ու երկնային երանության հույսը պարգևի։ Քրիստոսի աշակերտների կյանքում էլ իրենց վարդապետի համբարձումը մի նոր էջ բացեց։ Հարությունից սկսած այդ 40 օրերի ընթացքում Տերը բազմիցս երևաց նրանց, որպեսզի հաստատի իր հրաշալի հարության իսկությունը։ Հարության Քրիստոս իր ներկայությամբ մխիթարեց նրանց իր մահվան պատճառած տխրությունից, հաց կտրեց նրանց հետ, շարունակեց ուսուցանել Աստծո արքայության մասին ու քաջալերել նրանց, սակայն ամեն օր և ամեն պահի այլևս նրանց կողքին չէր։ Լրացել էին նրա երկնային կյանքի ժամերը և հոր մոտ վերադառնալու ժամանակն էր։ Մարդկության փրկության աստվածային ծրագիրը վերջնականապես իրագործված էր։ Ճշմարիտ գիտելիքն ու կենդանի օրինակը տրված էին մարդկանց, բարի սերմերը ցանված էին և հասել էր վերադարձի ժամանակը։ Հիսուս Քրիստոս վերադառնում էր աստվածային փառքի պսակներով զարդարված, քանզի երկնային լույսը պատռել էր մարդկության մահկանացու ցեղին պատված մեղքի խավարը։ Աստվածային իմաստության սերմերը պատրաստ էին սփռվելու համայն աշխարհով և դրվել էր Քրիստոսի եկեղեցու հիմքը։ Աստծո միածին որդին համբարձվելով վերադարձավ այնտեղ, որտեղից մի օր խոնարհվել էր անսահման հեզությամբ, որպեսզի մարդուն վեր հանի իր անկյալ վիճակից։ Նա վերադարձավ երկնքի անունները, սակայն վայրկյան անգամ չբաժանվեց իր սուրբ արյան փրկagործված որդեգիր զավակներից։ Հիշում եք վերջին ընթրիքը, չէ որ պատահական չէր, որ Տերը պատվիրեց իր սրբագույն մարմինն ու այրունը ճաշակել։ Ուստի այս մարմինը, որ ունենք միայն մերը չէ, այլ սուրբ հաղորդությամբ միավորվում է աստվածային մարմին։ Հետևաբար Քրիստոս միայնակ չբարձրացավ երկինք, այլ փրկagործված ողջ մարդկային ձևը իր հետ բարձրացրեց։
Մարդեղացյալ ու մարմնացյալ Աստված համբարձվելով բացեց երկնքի արքայության դարպասները ճանապարհ հարթելով իր հետևից եկողների համար։ Այսպիսով երկինքն ու երկիրը հավերժ կապվեցին միմյանց, ազդարարելով, որ Աստծոց անտեսված, լքված ու միայնակ արարածներ չենք, այլ մեզնից յուրաքանչյուրը երկնքում կապված է Տիրոջը և Աստծո արքայությունը ժառանգելու հրաշալի հույս ու հնարավորություն ունի։ Հովհաննեսի ավետարանը փաստում է սա և կարդում ենք Տիրոջ հետևյալ խոսքերը. «Եվ եթե գնամ և ձեզ համար այդտեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք»։ Հիսուս Քրիստոս երկինք համբարձվեց իր արարածների հետ կողք կողքի ապրելուց, նրանց ցավն ու տառապանքը տեսնելուց ու զգալուց հետո։ Նա հոր մոտ բարձրացավ նրա առջև մեղավոր մարդկության համար միջնորդ դառնալու։ Միջնորդելու, որ բազումավոր Աստված կրկին ների մեզ, քանի որ մեր մեղավոր բնությանը կուլ գնալով նորից ու նորից դավաճանում ենք Աստծո սիրուն, նորից ու նորից վշտացնում ենք նրա սիրտը։ Որքան սարսափելի է գիտակցել, թե երբեմն ինչպիսի կամահրավոնք ենք վերաբերվում մեր մարմիններին։ Այն մարմիններին, որ Տիրոջ հաստատած սուրբ խորհրդով կապված են փրկչին, իսկ մենք տեսակ աղտոտ սովորություններով ու մեղքերով կործանում ենք դրան։ Մեր մարմինն առաքյալն անվանում է Սուրբ Հոգու տաճար, և հետևաբար, երբ կործանում ենք մեր մարմինները, կործանում ենք նաև Աստծո տաճարը։ Հետո գիտակցելով մեր սարսափելի մեղքերը, թողություն ենք հայցում Աստծուց, սակայն կրկին կուրանում ենք աշխարհի առաջարկած վայելքներից և նորից ընկնում։ Արսելի ավատացյալներ, մաղթում եմ, որ այս հրաշալի տոնը իր սրտե զղջալու, Տիրոջը դառնալու և մեր կյանքն Աստծուն ցույց տված փրկության ճանապարհով ուղղելու պատրվակ լինի։ Այսօրվա տոնի խորհուրդն այնպես օգտագործենք, այնպես հոգ տանենք մեր հոգևոր մարմնի առողջության ու մաքրության մասին, որ այն չվնասի մեր ֆիզիկական մարմինը։ Շարունակենք ամուր մնալ հավատքի մեջ, բարի գործենք իբարս Աստծու, չդադարենք աղոթել ու սուրբ հաղորդության միջոցով պահպանենք մեր Փրկչի հետ միության կապը։ Եվ այդժամ երկնային Հորը ցույց կտանք, որ նրա մեծագույն սիրով ապացույցը միածին որդու անգին զոհաբերությունը զուր չէր, և ընտրել ենք ոչ թե անդուն տանող ճանապարհը, այլ սրտներումս ունենալով Տիրոջ համբարձման պատկերը ընթանում ենք երկինք նայելով։ Մաղթում եմ ամենքի սիրներ, որ ոչ ոք և ոչինչ այս աշխարհում չշեղի մեզ մեր համբարձված Տիրոջ ցույց տված փրկության ճանապարհից և արժանանանք նրա փրկagorց սիրուն, ողորմածության ու շնորհներին, որին վայել է փառք, իշխանություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։